Այսօր մեզ է միացել քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, բարև ձեզ, շնորհակալություն որ եկաք։ Նախընտրական մթնոլորտը արդեն հոգնածնում է, մենք այսօր ավելի կարևոր բանից կխոսենք։ Նախընտրական մթնոլորտը ընդհանրապես ինձ հետաքրքրում, քանի որ ազատները մեծ մասը անմիջական բաներ են, բայց ինչ որ է, մենք կխոսենք իրական իրականությունների մասին այսօր։ Իրականություն է այն, որ այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները իհարկե հերավար ստորագրել են թրիպի վերաբերյալ համաձայնագիրը, Ռուբիոն Վաշինգտոնում, Արարատ Միրզոյանը Երևանում։ Ինչու հիմա, չէ՞, տրամաբանական կլիներ սպասեին ընտրություններն ավարտվեր հետո ամերիկյան կողմը, եւ հետո ինչ գործողություն է հետևելու այս ստորագրմանը։ Ինձ թվում է դա երևի, քանի որ Փաշինյանի հետ են նախապես այդ նախաստորագրումն արվել այդպես ասած Վաշինգտոնում, եւ նրանք հույս ունեն, որ Վաշինգտոնի եւ քաղաքացիական պայմանագիրը ընտրվի որպես շարունակի այդ ղեկավարելիս երկիրը եւ այդ ձևով իրենք շարունակի իրենց համագործակցությունը, որը հեռու չի, այսպես ասած, տրամաբանությունից իրենց տեսակետից։ Եվ կարևորն է, որ եթե միջքաղաքական այսպեսի կարևոր բան է ստորագրում, ով որ էլ կա պետք է դրան ուշադրություն դարձնի, չի կարող մեկ կողմ դնել մեկ անգամից, որովհետև արդեն ստորագրված է։ Այսինքն երկու պետությունները այդ պարտավորությունները վերցրել են։ Հիմա ինչ պարտավորության մասին է խոսքը, որովհետև արդեն այդ համաձայնագիրը քննարկողները ասում են, որ սա այն համաձայնագիրն է, որը արդեն ապահովելու է ամերիկյան ներդրումները։ Ինձ թվում է դա այդպես է, որովհետև քանի որ այս պայմանագիրը հիմա կա, դրան պետք է հետևի Ադրբեջանի հետ մեր խաղաղության պայմանագիրը, որը անպայման պետք է լինի, որպեսզի աշխատի այս մյուսը թրիպի այս ծրագիրը։ Եվ այդ պատճառով էլ հիմա կա ամենակարևոր խնդիրը դա է, որ դա ստորագրվի եւ թղթի վրա լինի, եւ պետք է շարունակվի, որ իրականության կառուցել է այդ երկաթգիծը բավական անխնամ վիճակի մեջ է այդ 143 կիլոմետրը Մեղրիի մոզով անցնողը եւ պետք է հիմնավորված արդեն որոշված է տեղանքը, տարածքը, որը կար, այդ երկաթգիծը կար, տեղի թրիպի տարածքը, միայն երկաթգիծ չէ, ավտոճանապարհ, հետո այլ կոմունիկացիաներ։ Դրանց զուգահեռ են ընթանում, ավտոճանապարհը երկաթգծից շատ հեռու չի լինելու։ Ավտոճանապարհը այսօր էլ կա, որը չափով աշխատում է, դրանք մտնելի են թրիպի ծրագրի մեջ, այնպես որ այդ ճանապարհներով Ադրբեջանը կարողանալու է անցնել իր երկրից մտնի Հայաստան, Հայաստանին այդ ճանապարհով անցնի, այնքանից մտնի Նախիջևան, իր երկրի մյուս մասը, այսպես ասած։ Դա տրամաբանական է, քանի որ եթե քարտեզի վրա նայում եք, տեսնում եք, թե երկաթգիծը, թե եղած ճանապարհները բոլորը Արաքսի հյուսիսային ափից են անցնում։ Այսինքն բոլորը ներկա Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջով են անցնում։ Երբևէ ուրիշ բան չի եղել։ Եվ դա էլ այդպեսի կմնա, ինչպես որ նշված է նաև տարածքային ամբողջականությունը պահպանելով, այդ ճանապարհն Հայաստանի տարածքի մեջ կմնա։ Այդ մասով Ռուբիոն հետաքրքիր հայտարարություն է արել, ասում է երկու երկրներին կտրամադրվի հնարավորություններ հարգելով նրանց ինքնիշխանությունը։ Այն ինչ մեզ վերաբերում է հասկանալի է, Հայաստանի ներսում կա այդ բանավեճը։ Ինչ կա Ադրբեջանին մտահոգ։ Ադրբեջանի մեջ էլ դու բանը կա, եթե այդ երկաթգիծը ճանապարհ հայկական երկաթողագծերի համար երկաթգծերը բացվի, Նախիջևանը անցնող ճանապարհը, Նախիջևանի միջով անցնող ճանապարհը Ադրբեջանի տարածքով է անցնելու, բայց իրավունք են ունենալու այդ ճանապարհով անցնել, ինչպես որ Ադրբեջանը իրավունք ունի Մեղրիի մոտով անցնելու։ Դրա մասին նույն փոխադարձ այդ համաձայնությունը, ապահովությունը պետք է անվտանգությունը պետք է ապահովի Ադրբեջանը այդ մասը, որ այդ մասից կարելի է հանգիստ ջուրֆայի միջոցով Նախիջևանով անցնել, հասնել մինչև Երասխ, Երասխից դեպի Երևան, դեպի Կարս։ Այդ մեկտոր ճանապարհը կա, բայց գիտեք ինչ է, Ադրբեջանը հաճախ խոսում են, որ դե չէ մենք տարբերակը կառուցում ենք արդեն մեր Նախիջևանի եւ Թուրքիայի ճանապարհին վրա այդ ճանապարհով մենք երկաթգիծ ենք կառուցում, ճիշտ է, ուզում ենք կառուցել, բայց եթե Մեղրիի ճանապարհը չաշխատի, այդ կառուցած ճանապարհը բանի պետք չի լինելու, որտեղ Մեղրիով պետք է անցնեն գնան Ադրբեջան, Ադրբեջանով նոր մտնեն
այդ Թուրքիայի տարածքը, որը միացած ծայրը միացած է Ադրբեջանին։ Մինչ այդ ախրկալակ կարս երկաթգծին մեզ միանալու հնարավորություն է տրվում։ Ուղղակի չէ, անուղղակի Վրաստանի միջոցով է նոր հնարավորությունը տրվում։ Այսինքն մեր երկաթգիծը պետք է գնա Վրաստան, Վրաստանից այնտեղ մտնի Թուրքիա, Թուրքիայից այնտեղ դեպի միանա Կարս։ Մինչդեռ մենք ուղիղ Շիրակի, ուրեմն Գյումրիից դեպի Կարս երկաթգիծ ունեինք, հիմա էլ կա, բայց որոշությունների վերականգնների կարիք ունի։ Դա այդ մի քանի 100 կիլոմետր ավելորդ կիլոմետր տարածություն չպիտի անցնի։ Բարձրանա վերև նորից իջնի ներքև, դեպի հյուսիս գնա, հետո իջնի։ Ուղղակի կապը կա, հնարավորությունը կա միանալու։ Դրա վերականգնումը ռուսական կողմի պարտավորություն։ Ռուսական կողմի այդ պարտավորություններից է, բայց ռուսական կողմը իր պարտավորություններից որն է կատարել, որ դա կատարի։ Դա էլ կա, դա աշխարհ նրա պարտավորություններից մեկն է, որ կարող է խոչընդոտի, եթե չի անելու, կասի ես դա իմ տարածքից մտածում եմ կարևոր չի չպիտի անեմ։ Ինչպես որ երկաթգիծը ընդհանուրը, երբ որ տրվեց պայմանագիրը ստորագրվեց, հանձնվեց նրանց օգտագործումը, նրանք խոստացել էին, որ մեծ ներդրումներ պիտի անեն արդիականացնելու Հայաստանի երկաթուղիները։ Ոչինչ չի արվել այդ ճանապարհին, բացի որ նոր վագոններ են դրել մի քանի հատ։ Ամերիկացիները այս պայմանագրով հարգելի Ռուբեն ստացել են նաև Հայաստանի հանքային հանածոների շահագործման իրավունք որոշակի։ Այո, այսօրվա շահագործման իրավունքը մեր հանածոներն այնպես է, որ հանքը առանց շատ մշակելու ուղղակի վաճառվում էր, իսկ այս մյուս դեպքում անգամ նյութը որպես հանքանյութ էր վաճառվում, իսկ մենք այս պայմանագրով որոշ չափով իրավունք ենք ստանում, որ մենք մշակենք եւ արդեն մշակված է։ Դա էլի ամերիկյան ներդրում է ենթադրում։ Ամերիկյան ներդրումը, որ մշակողը պետք է լինի, բայց աշխատողը պետք է աշխատի Հայաստանում։ Հայաստանը պետք է եկամուտ ունենա, այդ գործը պետք է ունենա Հայաստանում կատարվի, Հայաստանի եկամուտ կունենա բնականաբար հանքանյութի արժեքը մի բան կլինի, մշակվածինը 10 անգամ ավել բարձր կլինի։ Հասկանալի է։ Տրիպի մասով կա նաև մի դերևս մշուշոտ հարց, որի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է եւ չի բացառել, որ սահմանային անցակետերի սպասարկումը, գիտեք, վեճը ինչի մասին է, չէ՞, Հայաստանում միշտ ասում են ով է լինելու այստեղ, կպատվիրակվի երրորդ կողմի, դա ենթադրում է երրորդ երկիր, եթե ասում են այդպես։ Ոչ, երրորդ երկիր չի, որևէ կարող է ինչպես հայկական մի կազմակերպություն Հայաստանում կարող է հանձնառնի այդ գործնանի մասնավոր կազմակերպություն, բայց վերջնական խոսքը այդ երկրորդ ֆոնին նստած հայկական պետական մարմինն է։ Եթե խնդիր է առաջանում սահմանի վրա այդ մի որևէ բեռնափոխանցմանը, ապա լուծումը պետք է համաձայնվի, դրան պետք է համաձայնվի Հայաստանի իշխանության ներկայացուցիչը, որի Հայաստանի սահմանապահն է այդտեղ եւ հմաքսատանանը։ Այսինքն այդ սահմանային անցակետերի վերահսկողությունը երբ երրորդ կողմին է տրվում, դա ադրբեջանական պահանջն է հաշվի առնում։ Ոչ։ Ադրբեջանցիներն ասում են մենք հայերին չենք ուզում հանդիպել այդ։ Ասել է հայերին չենք ուզում, այսօր Հայաստանի տարածքով իրենք գնացներ են տան գնում գալիս։ Իրենց մարդիկ եկել են Հայաստան գնացել են անգամներ, ադրբեջանցիները, պաշտոնյաները, պետական պաշտոնյաները, Ալիևի ասածը պարզապես մատ ռետորական խոսք էր։ Ես չեմ հավատում նման բան իրականության մեջ ներկայացնի։ Կարելի է ֆրոնտում նստած անհատը հայ չլինի կամ որևէ ազգ լինի, ոչ թե ռուս, ուրիշ ազգի մեկը լինի, բայց երբ որ պատասխանը, երբ որ խնդիր է առաջանում, նայում է հետևում նստած հայը պետք է իրավունքը տա դրան նրա որոշումը վավերացնի, որ թողնում ենք այս գնաց կանցնի, այդ ապրանքները անցնեն թե ոչ, նրա որոշումը հայը պետք է վավերացնի, հայ պաշտոնյան, պետական պաշտոնյան։